Հայաստանը հայտնվել է սոցիալ-տնտեսական խորը ճգնաժամի մեջ։ Մարդիկ ապագա չեն տեսնում հարազատ երկրում, որտեղ համատարած գործազրկություն ու աղքատություն է տիրում, ինչը հազարավոր մարդկանց ստիպում է լքել հայրենիքն ու մեկնել այլ երկրներ, աշխատելու, փող վաստակելու եւ ընտանիքի հոգսերը հոգալու համար։ Արտագաղթի պատճառով բազմաթիվ գյուղեր ու քաղաքներ այսօր կանգնած են դատարկման եզրին։ Դրանց թվում է Շիրակի մարզի Զույգախպույտ գյուղը, որտեղ կյանքը կարծես կանգ է առել։ Տեղի բնակիչները ահազանգում են, որ երիտասարդները փախչում են գյուղից։ Հակին մարդ արդեն գյուղից հեռացել են, գնացել են քաղաք, շատ հիասթափված ենք։ Գյուղացի կողքին չէ պետությունը, հասկնաս կը։ Օրինակ սուբսիդավորին, ժողովրդին օգնեն, փոխհատուցումներ տան։ Զույգախպյուրի փակ տներն ու դատարկ փողոցները վկայում են գյուղի ահագնացող ճգնաժամի մասին։ Ապագա չկա ոչ միայն երիտասարդների, այլև համայնքի համար, բողոքում են գյուղացիները։ Գործարան չկա ստեղ, աշխատանք չկա, էդ է։ Կողմնել են կան դժվար է, արդեն տարեկս վեծել է, էլ առաջապես չեմ կարնա, ես էլ են եմ։ Հնարավորություններն ես է կփախնի ստեղից, բայց հնարավորություն չկա։ Չկա։ Ուր է ստաս։ Քաղաք է ստաս թանկ, տները աշխատանք չկա։ Ճանապարհները կբացվեն, Թուրքիայի հետ սահմանը կբացվի։ Տեսնենք, եթե լավ լեղել սահմանը բացվի մեզ համար, ուրախ ենք։ Սերավոր գյուղերն անտեսել են լրիվ, ժողովուրդը դրա պատճառով հեռանում է այստեղից, քանդվել է գյուղը, բացարձակ համարյա բնակություն չկա։ Այնքան վադեր որ սա հեշ մեկը տիրություն չէին ես մեր գյուղի սա գյուղացի թողի գնացի։ Իրավիճակը մտահոգիչ է նաև Հայաստանի այլ վայրերում։ Լրագրողի զրույցում քաղաքացիները բողոքել են, որ իրենց կյանքը անտանելի է դարձել։ Ոչ մի լավ բան։ Ինչը լավ չի։ Իսկի շնորհով։ Արտաքին քաղաքակրթությունից սկսած ներսին է հետ։ Ուզում եք ստեղից փախնենք Պասկաստանի, մայ Պասկաստանի չեմ փախնում, չեմ բանում, դեռ չունեն գնալու։ Դուն տեղ սաղ թողած, ծամերից թողած, մեր գերեզմանը զոհված թողած, սաղ թողած եկած տեղ վարձով եմ ապրում։ Մի հավա բունում ապրում եմ, 80,000 փող եմ տալիս, ոչ մի տեղը գործ չեն ընդունում։ Հետո այդ է միջակը, ջիջա, ինչ ասեմ քեզ։ Թոշակով ինքը կարա ապրել, դու կարա կապրել 40,000-ով։ Թոշակները բարձրանան, միսը ոսկորոտ միսը դարելա 4,000 դրամ։ Թող բարձրանա, ոնց պետք է լի։ Գները թողնայի, դες ինչքան է բարձրացել։ Երկիրը քանդվել է, ինչ օգնություն։ Ինչ օգնություն։ Էս երկիր է։ Հարցումները ցույց են տալիս, որ Հայաստանի քաղաքացիները անվստահ են։ Հետպատերազմյան քաղաքական խոր ճգնաժամը այժմ էլ նախընտրական լարվածությունը տագնապ է առաջացրել մարդկանց շրջանում։ Նրանք չեն հավատում բարեփոխումներին, ունեն վախեր ապագայի նկատմամբ եւ շարունակում են ապրել ապաթիայի, անհանգստության եւ հիասթափության մեջ։